Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ աշխատանքների համար անհրաժեշտ է ստեղծել համակարգող խորհուրդ։ Վարչապետը թվարկել է, թե ովքեր կարող են դառնալ համակարգող խմբի անդամ։ Այն մարդիկ, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենթանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ, կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը վարչապետը վերցնում է իր վրա։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։ Վերնշված չափանիշներին համապատասխանելու պարագայում վարչապետը խնդրել է համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար քաղաքացիները իրենց անուն ազգանունը հեռախոսի համար ուղարկեն Նիկոլ Փաշինյան @gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին subject տողում գրելով համակարգող խումբ։